տանն էի մի աղմուկ, աղաղակ, ձայներ, կանայք կռվում էին իրար հետ, բանավիճում էին, ասենք տեսնենք դուրս գանք, կահույք են ստանում։ Ալեքսը ասում է մամի հեռախոսը տուր ես նկարեմ, ուզում եմ վլոգեր լինի, ինքան աղմկոտ ժողովուրդ են, խնդրում եմ վատ չեն կալել, լավ մարդիկ են, շատ լավ, բարի, բայց աղմկոտ ժողովուրդ են, ոնց որ իսպանացիները աղմկոտ ժողովուրդ են, իրանք էլ աղմկոտ են, ասում եմ գնամ այնտեղ տենամ ինչ կա, մամի նկարեմ ձեր համար։ Okay. I can't be that. The video is very cool. Watch. Nice. Մեր մոտի մաքրուհիներն են չխչխկալով, բոլորը ունեն բրասլետներ, նայ, չխ, when you doing it is, yeah, voila, very good, thank you. Ստեղ սկյորիկներ շատ կան, ծառից ծառ են թրվռում անեն։ Վազելով գնաց տնից պեչենյա բերել, ասում է սկյորիկներին տան, որ ուտեն։ Տապոչկիկներ մեծ հագելա, չենք հասցնում իրան հագնել, ինչ կտավ հագավ դուրս այդ։ Սկուր չինգնես է, դրանք մեծ են հագովդ։ Իդեպ երեք վերջապես մեր մաքրուհիները եկան, մաքրեցին, նոր նկարելու եմ այդ զնգալով ոնց են բանանում, մաքրում, այս ծառի հետևում այդ ոնց որ իրանց վերահսկիչն է, հա, այդ կինը երեք չեսը ոնց որ բան էր արել, իրա վերահսկողին էր արել։ Դե բողոքում է, չէ, ասում է, որ չեն գալի, ասում եմ, ասում է, հեսա կգանք, 4-ին կգանք ու չեն գալիս, երեք չեսը, որ ասեցի ջղայնանցել էր, ոնց որ իրանց ղեկավարն էր ասել, ոնց ասել էր, այնտեղ էլ զանգել են այս աղջիկան, այդ աղջիկը նախ եկան մաքրեցին, հետո ինքը գալիս է, այդ իրա շարֆը սենց բանան, տեսակ քայլված կունեն էլի, շարֆը սենց գցելով ուսին բան, մաքրեցին, ասում եմ, հա մաքրեցին, ասում եմ, դու իմ հեռախոսի համար ունես, երբ ուզում ես զանգի, զանգելը որն է, ախր ես քեզ ասում եի, դա մտքիս մեջ եմ էլի ասում, զանգելը որն է, ես ախր քեզ ասում եի, հենց տենում եի, ասում եի, եկեք, ասում եի, այսօր եղավ, դու ինձ ասա, մենք մի անգամից կգանք, ասի եղավ։ Ես իմ ջելոց շորերը, սարիները կապուտ իրանց համազգեստ կապ սարիներն են, բոլոր մաքրուհիները այդ կապուտ սարի համազգեստով են։ Գնանք Ալեքսի համար պաղպաղակ գնենք, հետո վերադառնանք ձեր հարցերին պատասխանեմ ընկերներ ջան։ Սենց բարևել եմ ձեզ, թե չէ չգիտեմ, թան ողջույն, ամեն հեսա մի քանի հարց եք տվել, պատասխանեմ այդ հարցերին։ Դադի մոտ որ գնում ենք, որ փողոցն ենք անցնում, փակա խանութ, այս խանութ ինքան շուշտ են փակում, արջխայնանում է, երբ որ մեզ պետք է փակա։ Գնանք են մյուս խանութից առնենք, պիտի են որ գնում ենք դադի մոտից փողոց ենք անցնում, մի անգամ գնացել ենք այդտեղ հիշում ես, չես ուզում այդտեղ գնանք, դե լավ, արի գնանք նստենք, մի քիչ հետո կարող է գան բացեն, կարող է ընդմիջմանա գնացեք, կամ ինչ մանա, ուրա գնացեք, մի կես ժամից հետ գանք, հա, արի դե գնանք ընդեղ նստենք, տեսնենք կապիկները գալիս են թե չէ, ստեղ չեն գալիս կապիկները, մի քանի հատ են ընդամենը, այն մյուս կողմը մենակ, այն էլ հսկվում են այդտեղ անթա, ես եմ մտածում են չի են աշխատողները, հենց այդտեղ կանգնած անընդհատ, երևի որ հսկեն։
հենց բռնի չգցես։ Որտեղ նստես, դե։ Da, und das ist Չես ուզում աթոռի վրա նստես։ Այնտեղ գնաս նստես այն աղջիկների մոտ, որտեղ արի։ Սա դատին էլ է գալի։ Պաղպաղակը արժեր սենց կոնով 59 ռուփի։ Հետո անկյունում գիտեք, բան կանեմ, կփոխեմ դոլարի, կասեմ ինչքան է գալիս։ Գուավայի համով է ընտրել։ Pink գուավա, վարդագույն գուավա։ Չէր կողմնորոշվում երկար ժամանակ, թե ինչ ընտրի։ Բայց կարևորը որոշեց։ Այն պուճուր բալիկը, որ տեսնում եք, մեր հարևանուհին է։ Ամուսինն էլ է դասա տալիս, Եգիպտոսից են եկել։ Հետաքրքիր փաստ ասեմ, որ ուսանողները այստեղ գալիս են, ուսանողները գալիս են իրենց դոշակներով, դոշակները հետները բերում են։ Ու դոշակները նաև վաճառում են հենց այս մեր մոտ է խանութում էլ, այնպես որ իրանք ոնց որ ամեն մեկը իր դոշակով է գալիս համալսարան։ Եթե պետք է այստեղ մնան, կան ուսանողներ իհարկե ում ավտոբուսով տանում են, բերում են, այո, ով որտեղ ապուն կա, որ ուրիշ նահանգից է գալիս, է շատ մեծ համալսարան է։ Ու կա, որ ուրիշ նահանգներից են գալիս, ուրիշ երկրերից էլ կա, որ գալիս են սովորելու։ Այդպես իրանք իրենց մատրասով են գալիս։ When we go to the top, can we buy the labu? Սրանից կուզես, հա? No, the labu, God. They gave me the labu. Huh? They go with that. This one? That. Այս վախենալու դեմքով է սմարթը։ That. Հա, երևի թթվի է ինչ։ Հա, անպայման որ տեսնեմ, բա ոնց չեմ առնի կառնեմ։ Հետաքրքիր բան էլ նկատեցի, այս security աղջիկն է, որ ինքը ստուգում է նաև հավաքարարների պայուսակը, երբ որ տուն են գնում, ստուգում է, ստորագրում են, նոր գնում են բոլորի պայուսակները ստուգում է։ Չես եկավ գործես։ It's a Saturday. Amazon. OTP, sir. OTP. Stay- Wait, I'm looking for it. OTP, Amazon, OTP. Ստեղ իդեպ մեր իմացած Amazon-ի նման չի ժողովուրդ, ստեղ վճարումները ստանալը ամեն ինչ տարբեր է, Բելգիայի նման չի։ Այս որ բերում են, հետո իրանք OTP համար են ուզում, OTP, մեկ անգամյա password, հա։ Այս կուրիերը որ բերում է, թողնի security-ի մոտ, հետո դե հեռախոսի համար կա, այնտեղ անպայման հեռախոսի համար պետք է թողես, այդ հեռախոսի համարով զանգում է, ասում է OTP PIN ասեք, որ ինքը թողնի security մոտ, չէ՞ չի կարա թողնի security մոտ։ Մի խոսքով երկար process է, ասում հետո արդեն հեռախոսի համար ունես, ես քո հեռախոսի համարը կգրեմ, որովհետև իրանք ոնց որ ու անդադ զանգում են, էլի զանգում են, իրան չի հետաքրքրում, որ դու կարողա դաս ես տալիս այդ ժամանակ լեկցիա ես կարդում, պիտի ասես մի րոպե սպասեք, ես էսա OTP-ի համար եմ տալի։ Ինչևէ, այս մեր փաթեթն եկել, օրը շաբաթ է մեզ մոտ, քեսը աշխատում էր այսօր ևս, աշխատանքային շաբաթ է, այս մյուս պաստիգն է, այս մեկը մի քիչ փիրուզագույն է։ I said to the guard outside, Երեք գները ցույց տվեց, այս մեկը մի քիչ էժանն էր, 999-ն I էր, thought it was being որակը։ clever. I spoke to the guard outside in Telugu, you know? I said to him, Eluan, Ununa. It means how we in Telugu, right? Ununa. And he said, I don't understand. I said, Abkhazahen, it's Hindi. I don't know. I said, Bagadira, and that's in Canada. He said, no, I'm from Assam. Assam is the native region. There's no way that I'm going to know Assam, you know? Yeah. Assamese. Հոտը շատ ուժեղ խոնավության հոտ է, ինչև է, սենց այս կողմը սենց է, այս կողմը այդքան չավանեցի, բայց այս կողմը սյուն էր, չգիտեմ մի հատը, երկու հատ պետք է լինի, էլի մի հատ պրուսցի, երկու հատ, բայց որակը լավն է, վատը չի, չեմ կարա ասեմ, որ
վատ որակա հաստատ այլի։ Մի քիչ նրա որակից գրած էր, որ բարակ պետք է լինի, ավելի կտորը, երեք ջեսնա մեր ձեր բացատրել, բայց բամբակա մաքուր ամենակարևորը ու միակ լվանամ տեսնեմ գույները ոնց է լինում եւ այդպես, Այս երի են ջայպուրիններ, մեկը ջայպուր էր, մեկը չգիտեմ ինչ էր, սենց, խոսքով, ասեմ սենց։ Ես եկա տեղավորվեցի մի սենց հանգիստ անկյուն եմ գտել այսպես, որպեսզի ձեր հարցին պատասխանեմ։ Իրականում չի մտածում, որ այս հարցը հետաքրքրություն կառաջացնի ձեր մոտ, բայց քանի որ մի հոգի չի բարձրացրել այս հարցը, ես ձեր հարցին գիտեք, սիրով կպատասխանեմ։ Բայց ինչպես ասում են, քննչի մոտ որ գնում ես, որ ասում է սկզբից ասա դեպքը ինչպես պատահեց։ Հիմա ձեզ պետք է սկզբից սկսեմ, որովհետև մի տեսակ պարզ չի լինի էլի, թե ինչի այդպես ստացվեց, ինչի Լիանան գնաց խանութ, մսի խանութ էր ման գալիս, մի զուգ, ամեն ինչ կար, ինքը չգնեց։ Ուրեմն այսպես ընկերներ ջան, նախ եւ առաջ ի սկզբանե պլանավորված էր այսպես, որ ես պետք է գնամ հեռախոսի համար հանելու համար։ Այդտեղ նախ այս թղթաբանությունը մի քիչ ավելի երկարատևում, քան մյուս Ես մտածում եմ եվրոպական երկրներում թղթաբանությունը երկար, բայց այստեղ մի քիչ ինձ թվում է էլ ավելի երկար է թղթաբանությունը։ Որ ասում եմ խոսքը շաքարով գտնեմ, հիմա իրանք էին հեսա անցնել։ Եվ այսպես թղթաբանության համար ես ու ամուսինս միասին չենք կարող ոնց որ գնանք մի գործով այդ թղթաբանությունը անենք, վերջացնենք։ Նախ ամուսինս պետք է անի, հետո նոր ես պետք է անեմ։ Ինքը արդեն գնացել էր իր համար հեռախոսի համար հանել էր մի խոսքով, հիմա մնացել եմ ես։ HR-ը ասեց, որ առավոտյան ասենք կգաս, ժամը 10-ին մեր մոտ կլինես, ասել էր այդպես ամուսնուս, որ ու ամուսնուս էլ ասել էր, որ դու կինդ ու իրենց աշխատողը եւ վարորդը կգնաք իր ոնց որ քարտի հարցերը կարգավորելով։ Քանի որ այդ բավական համ տեղի համար, որ այդ ոնց գնաց համ իրանք իրաց լեզվով խոսում են, միանգամից ամեն ինչ անում են, դու էլ չես մտածում ինչ ընտրես, ինչ անես, մի խոսքով հեշտացնում են գործը, շատ հաճելի է։ Ես ինչպես որ պայմանավորվել էինք, առավոտյան ժամը 9:30 արդեն ամուսնուս մոտ էի, ասեց Լիան ջան, իմ մոտ բան են միտինգ է, չնախատեսված հանդիպում էր եղել, որ այդպես լինում է ղեկավարությունում, եկել անսպասելի հանդիպում է նշանակում, անսպասելի հանդիպում էր եղել, ասեց արի գնանք HR, տեսնենք ոնց է սա, այսօր ես գնում, այսօր ակալու վարորդը տանի, ոնց ենք անելու, թե կարող գուցե օրը փոխում են։ Գնացինք HR, ասեց ոչինչ խնդիր չկա, եթե դեմ չեք, ինքը կարա մեր աշխատողի ու վարորդը որ կա, այդպես գնանք, ասեց չէ, խնդիր չկա, կարող ինձ որ շուտ լինի, որովհետև ամեն ինչ կախված է հեռախոսից շատ բան է։ Նույնիսկ խանդում որ գնումներս անում, հեռախոսի համար են ուզում, կամ մի խոսքով հեռախոսի համար ունենալը այդտեղ պարտադիր պայման է կազմում։ Ասեցի ինձ ավելի լավ է որ շուտ ունենամ, համեր ոնց որ արդեն տրամադրված է։ Ասեց դե սպասի, հեսա կգա։ Ժամը 10 է, ոնց որ պայմանավորվել էինք, որ ես HR-ում եմ, ու տենց։ Ու ասեց հեսա կգա, սպասի, հեսա կգա, ամուսինս գնաց իր միտինգին, ես սպասում եմ, ու այդպես խոսում էինք համել, հարցրեցին, ոնց ես հարմարվել, սնունդին հարմարվել ես, մի քիչ մեր մոտ կծույա, շատ նորմալ հարց է դա, մեր մոտ մի քիչ կծույա, ոնց ես հարմարվել, դա ասեցի հարմարվել եմ ընդհանուր համեղահաճելի անենց չի, որ շատ դժգոհ եմ, սովորել եմ, սովորում ենք, ինչ անենք, պետքա որ սովորենք, ասեցի, մի փոքր հիմա դժվարանում եմ, ասեցի, երեխան դպրոց է գնում, որ լանչի համար ասեցի, ինքը սովորավ, որ սենդվիչներ է ուտում իր համար, որպեսզի համոզված լինեմ, որ երեխան դպրոցի տեղը իր ուտելիքը կուտի։ Ասեցի մի քիչ դա է, հիմա խանութներ եմ փնտրում, որտեղ կարողանամ հարմար
իր լանչի համար, լանչ բոքսի համար ուտելիքներ դնեմ։ Այդ աղջիկը առաջարկեց, ասեց, բայ, ասեց, մի անհանգստացի, ասեց, ես մի խանութից եմ օգտվում, ասեց, մեր սուպերմարկետը, հաստատ դու ինչ-որ բաներ կգտնես այդտեղից ուտելու։ Ես իրեն ասեցի, դե որ սենդվիչի համար հիմնականում դե բրնձով փիրավ կարող եմ ուղարկել 1 օր, բայց ինքը տենց սովոր չի, էլի, որ տարբեր հետը ոսպեղ են բաներ, իրանք շատ են օգտագործում, բայց Ալեքսը սովոր չի, նենց բան դնեմ, որ իսկապես այնտեղ գիտեմ կուտի, սովածի չի մնա երեխան։ Ասաց այդ սուպերմարկետը, որ գնաս, ասաց համոզված եմ ինչ-որ բան կգտնես։ Ասաց ես հեսա վարորդին կասեմ, որ քեզ տանի նախ հեռախոսիդ հարցերը որ լուծի, այնտեղից էլ տանի այդ սուպերմարկետը։ Երբ որ վարորդը եկավ, արդեն ժամը 11-ն էր, բավականին ուշ եկավ, իրանց կազմակերպչական հարցերն է, դա էլ շատ սովորական բան է, այստեղ լինում է, որ տենց միանգամից ժամին կարող աչին, դե չեմ կարող ասել ինչն էր պատճառը, բայց ժամը 11-ին եկավ այդ մարդը, հենց որ եկավ ինքն էլ կարգավորում էր ու այդ աղջիկը ինքնուրույն չէ, այնտեղ առանձին տրանսպորտի բաժին ուներ։ Այդ տրանսպորտի բաժնի մարդը եկավ, այդ մարդուն ասեց հնարավոր է չէ, այդտեղից գնա այնտեղ հարմարեցնում են, այդ ամեն ինչը անում են, պլանավորում են, որովհետև ֆինանսական ծախսելը ինքը ինքնագլուխ չի էլ կարա, այտենց ինչ-որ ուղարկի, պետք է այդ բաժնի պետի հետ, ղեկավարի հետ համաձայնեցնի դա։ Այդ մարդը նայեցին, թե որտեղից որտեղ է այդ գնալու եւ իրար հետ խոսեցին, իրանց լեզվով ասեցին, ասաց խնդիր չկա, ընդեղից էլ կտանի քեզ այնտեղ, գնումներդ կանես ու կվերադառնաս տուն։ Շատ ուրախացա, շատ շնորհակալություն հայտնեցի, ասեցի մերսի շատ լավ։ Ու երջանիկ դուրս եկային, ես էի, այդ իրանց աշխատակից տղաներ եւ վարորդներ։ Գնացինք նախ գնալուց ասեմ, որ ճանապարհին վթար կար, երկու կողմանի է, ես մի կողմը փակել էին ու ահագին երկար սպասեցինք գնալուց, որովհետև երթևեկությունը ոնց որ մի փողոցով երկու երթևեկություն էին սկսել, որովհետև այդ կողմը ոչ թե վթար էր, ոստիկանությունն էլ էր կողմած, բայց ոնց որ գուցե ասֆալտի անկապ գուցե վթար էր, չհասկացա ինչ էր, բայց ահագին խցանում կար։ Այդտեղից երկար տևեց ճանապարհը, մինչև գնացինք հասանք արդեն 12-ի կողմերն էր, եթե ոչ ավել 12-ից էր։ Այդ հեռախոսի համարի տեղը եւս նենց չէր, որ անձնագիրս տվեցի ու ինձ միանգամից գրանցեցին հեռախոսի համար տվեցին։ Իրանք իրար մեջ խոսեցին, չնայած սպասում էր այդ մարդը նախապես ոնց որ պայմանավորված էր, ամեն ինչ արված էր։ Բայց պետքա տվյալներ էին էլի լրացնում, այստեղ ծնողներիս տվյալները, ամուսնուս տվյալները, այստեղ շատ են հարցնում, այդպես տվյալներ, ինչ-որ մի գործի համար ասել եմ, չէ, ես իր գործի տեղի իմ ծնողների տվյալներից սկսած լրացնում է, այստեղ դա է ձև է, և ինչ-որ մի բանի համար հարկավոր է, որ լրացնում են։ Այդ ամենը ու հետո ինքն էլ իր հերթին զանգում էր, երևի իր ղեկավարն կա ինչ-որ մեկին, OTP համար էին ուզում, ես իմ հերթին պետք է զանգեի Ջեսին, Ջես այդ ժամանակ լեկցիայի էր, չէր պատասխանում, հարմար չէր, որ տեսներ, չէր պատկերացնում, որ իր համարին, ինձ համար տալու համար, իր համարին պիտի OTP անեն, այդ մեկ անգամյա օգտագործման ինչ-որ կորդ, ինքը այդ պետք է ասեր, մի խոսքով սենց բավական մոտավորապես մի ժամ էլ մենք անցկացրենք այդ հեռախոսի քարտ ստանալու համար։ Դուրս եկանք երկու կադր ձեր համար նկարել էի, մինչև մեքենան եկավ ու երթևեկությունը այստեղ այնպես չի, որ ասեմ freeway-ը կամ չգիտեմ 120 արագություն են բացում, չէ, տեսնում եք խիտ երթևեկությունն է, մոտորներ են, մեկը արագ գնում, մեկը այս կողմից է մտնում, մեկը այն կողմից է մտնում, բայց այտենց արագություն հո չեն բացում, իրար վրայով հո չեն գնում։ Ահագին տևեց մինչև գնացինք հասանք այդ խանութը։ Ես ժամանակ ունեմ, ժամանակից մեջ պետք է տեղավորվեմ, որպեսզի գամ հասնեմ իմ երեխուն, իմ համար ամենաառաջին պլանում իմ երեխան է, որ հանկարծ երեխես գա, դրսում չմնա։ Շատ կարևոր է, որ իմ երեխեն ավտոբուսը որ գա, իր մաման այնտեղ սպասելուց լինի, հանկարծ այնց չլինի, որ իր մաման կամ պապան այնտեղ չլինեն։ Ու քանի որ Ջեսն էլ դաս է տալիս, ես չգիտեմ արդյոք, եթե ես այնտեղ չլինեմ, որ զանգեն մարդս այդ լեկցիայի ժամանակ ուշադրությունը չմտածի էլի, որ տիկինս գնացել է ու չի վերադարձել։
Փորձում եմ տեղավորեմ, բայց քանի որ մտանք այդ խանութը, ես գիտեմ, որ սա իմ վերջնակետն է, այստեղից պետք է գնամ, որ երեխուն հասնեմ։ Սկսեցի տնտղել, թե ինչ կա խանութում, ինչ չկա, շատ չնկարեցի, բայց բավականին մեծ խանութ էր, ասեցի, շատ մեծ խանութ էր, տարբեր տեսակի թեյեր, ալյուրների տեսականիներ, բրինձների տեսականիներ, տարբեր շտուքերով, մի խոսքով շատ մեծ, նման ոսպեղեն, ձավարեղեն, տենց բաներ կային ու պեչենիներ։ Մերքի բաժնում մանգոն կար, որ մանգո վերցրեցի, պանրի բաժնում մի հատ ստենդ էր, որտեղից մածունն են վերցրել և պանիրն են վերցրել, բայց էլի մեծ տեսականի չկա։ Աշխատակցին հարցնում եմ, արդյոք ունեն երշիկ եղեն, մսեղ են, հավ, որ այստեղ վաճառում են, ասեց չէ։ Ինչևէ, այտենց տխուր էլի դուրս եկա, որ ոչ մի բան չգտա, վճարեցի դուրս եկա, իմջալոց հետաքրքիր բան էլ կա, երբ որ գնումները տանում ես, միշտ դրան մոտ ոնց որ թե այդ մեծ խանութներում հսկի չա լինում, ով ստուգում է քո կտրոնը ու հետո ստուգում է նաև թե ինչ ես գնել։ Ամեն դեպքում երկու տեղ եմ գնացի, երկու տեղներ չստուգեցին։ Ինչևէ, այդտեղ տխուր տղրտում եկա նստեցի մեքենան, ասեցին գնացին ինչ-որ անհրաժեշտ էր, ասեցի ճիշտն ասած շատ մեծ տեսականի ունեք, բայց որտեղից եք դուք գնում հավի միս, գիտեմ որ կան մարդիկ, որ ճիշտ է տավար եթե չեք ուտում, բայց հավի միս ընդհանրապես, որ այդտեղ սկսեցինք խոսել։ Ասեց դժվար թե դու գտնես այստեղ միս, երկուսն էլ հնդիկ են։ Ասեց մենք ավելի շատ բուսակերներ ենք, դու դժվար թե կարողանաս գտնես։ Այդ իմ Այն մյուս տղան, ով որ ամուսնուս աշխատանքի վայրից էր, ինքը ասեց չկա այստեղ ընդհանրապես, ասեցի բա դիմարկետ կա ինչ-որ մեծ, ասում եք մեծ խանութ, ասեց այդտեղ միս չկա, ասեց ամեն ինչ կա, բացի մսեղեն, միս այդտեղ չկա։ Հարցրի, ասա բա դուք որտեղից եք առնում միս, ցանկացած է որ թարմ լինի։ Այդ վարորդը ասեց միակ տեղը որ կարող ես գտնես, դա Լուլուն է։ Ասեցի իսկ այս տարածքում կա, բայց եթե հիշում եք, HR-ը իրանց ասել է A կետից տանում եք B կետ, B կետից C կետ, C կետից բերում եք համալսարան։ Նախապես ասված չի, որ ես չեմ կարող իրանց հրահանգրել, ասել մի հատ էլ ընդեղ գնա։ Այդ ամեն ինչը, ասում եմ, ֆինանսական հաշվարկային հետո անելու, որ ինչքան գնաց, ուր գնաց, որ կիլոմետրով գնաց, իսկ ինքը ղեկավարի կողմից նման բան չէր ստացել, որ մի հատ էլ գնա Լուլու։ Ես իհարկե իրեն խնդրեցի, ասեցի խնդրում եմ, եթե հնարավոր է, ես շատ ժամանակ չէ, եթե ճանապարհին է, ուղղակի կանգնեք, ես տեսնեմ տեսականին, ինչ ունեն Լուլուի, ես Լուլուի տեսականին մի քիչ ծանոթ եմ, ասեցի, պարզապես գնումներ չեմ անի, որպեսզի ժամանակ չծախսվի, առանց էդ էլ գիտեմ, համ դուք ժամանակ չունեք, համ ես պետք է գնամ երեխուն հասնեմ։ Ուղղակի արագ մենակ նայեմ, տեսնեմ ինչ կա, ինչ չկա ու դուրս գամ։ Այն մյուս տղան, որը որ ամուսնուս աշխատանքի տեղից է, իրանցից ոչ մեկը այս խանութում չէր եղել։ Այն մյուս տղան, այդ վարորդը լսել էր խանութի մասին, ինչ որ գովազդներ տեսել, գովազդով գիտեր, որ մսեղեն, այդպես ասեց, ձուկ ու մեկ էլ հավի միս։ Նույնիսկ մսի մասին տեղյակ չէր, ասեց ձուկ երևի թե ու հավի միս այդտեղից կարող ես գնել։ Իսկ այն մյուս տղան շատ հետաքրքրասեր էր, ասեց ես էլ կամ էլի ոչ մի անգամ չեմ եղել այդ խանութում, ասեցի արի գնացինք միասին, երկուսն էլ եկան ավելի ճիշտ, երկուսի մոտ էլ շատ մեծ հետաքրքրություն կար, թե ինչ այդ մոլը նոր է բացվել այստեղ, ասեց։ Մտանք ներս ու ես շատ ուրախացա, բայց ինչպես որ խոստացել է, որ ես գնումներ չեմ անի, ժամանակ չեմ խլի, ուղղակի երբ որ մտա այդ զկան մասը, տեսա որ աչքով սնկավ թունա, ասենց արագ թունա, ձուկը մի քանի բան սենց հատիկ, որ հատիկավոր է, վերցրի ու երբ որ մոտիկացանք այդ խմորեղենների մասը, իրանք ինչ-որ բան էին խոսում, ես առաջարկեցի, որպեսզի խմորեղեն էլ վերցնենք, ինչը որ իրանք ցանկանում են, որ ու գնանք։ Այդպես ստացվեց, որ ոնց որ խմորեղեն էլ, նույնիսկ խմորեղենի համար, որ պետք է կանգնեի սպասել, ես չէի բանանի, ուղղակի ոնց որ առաջարկեցի, եթե կցանկանան, այդպես վերցնենք։ Ու դա էր պատճառը, որ ես չէի կարող այդտեղ կանգնել եւ միս գնել կամ ինչ-որ ասել ժամանակը, որովհետեւ նաեւ խոստացել էի։ Երկրորդ բանը, երբ որ այստեղ եկավ արդեն ժամանակի կառավարում էի մոտ, որովհետեւ ժամանակ չունեի, պետք է հասցնեի, գիտեի, որ այնտեղ խցանում կար, ճանապարհ պետք է գնամ, այդ Լուլուն մտնելը ինձ ոնց որ էքստրա ժամանակ էր, որ ես այդ էքստրա ժամանակը չունեի, ես վերցրել եմ այդ երեխուն դիմավորելու այդ ժամանակից։ Չացավ մի անգամից ժամանակի կառավարումը, Լիանա ջան, ինչ ես անում, ինչ պետք է անես։
Եթե ես վերցնեի հավը կամ ձուկը, ինձ նաև հարկավոր էր լինելու այնտեղ պատրաստելու համար, համեմունքներ են հարկավոր լինելու, ձուկը կամ չեմ խաշի ուղղակի դնեմ ինչ-որ առաջարկեմ ուտել ընթրիքի համար կամ հավը առաջարկեմ ուտելու ընթրիքի համար։ Ինձ հավով էլի ինչ-որ բաներ են պետք, սող, սխտոր, ամենամանր, մունր տենց բաներն էլ է հարկավոր անել ու մտածեցի, որ ես ուղղակի տեսնեմ, թե այդտեղ ինչ կա այդ խանութում, որպեսզի վերադառնամ ու հաջորդ օրը, երբ որ արդեն բոլորը տանը կլինեն, մենք ընտանիքով կարող ենք գնալ այդտեղ եւ, չգիտեմ, 1 շաբաթվա կամ 2 շաբաթվա համար գնումներ անենք, արդեն նորմալ մարդավարի։ Իսկ ընթրիքի համար ես միանգամից մտածել էի ու ձուկ վերցրի, տեսակ, միանգամից այնպես չի, որ ես իմ երեխուն սոված թողեցի, չմտածեցի ուտելիք վերցնեմ, բերեմ, պատրաստեմ։ Մեր ընտանիքի առաջին մտածմունքը հենց մեր երեխան է ու հենց այդ դրանից ելնելով, որպեսզի իրան փողոցում չթողեմ, ես շտապում էի տուն, սիրելի բարեկամներ։ Ես ուղղակի չէի մտածում, որ սա այսքան մանրամասն, այսքան դետալները ձեզ հետաքրքիր կլինեն, բայց ահա պատճառը եւ թե ինչպես ես կառավարեցի իմ ժամանակը։ Բնականաբար ձեզանից ինչ-որ մեկը կարող է այլ կերպ կառավարել իր ժամանակը ու դա բացարձակ չի նշանակում, որ դա ճիշտ կլիներ կամ սխալ կլիներ, ուղղակի ամեն մարդ ոնց որ ես այդպես մտածեցի, այդպես արեցի, գուցե մեկ ուրիշ ձև կաներ։ Տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ կարող է լինեն, սա էլ իմ մոտեցումներ, իմ թե որը առաջինը անեմ, որն է առաջնահերթ, որը ոնց որ որից հետո անեմ, որ հասցնեմ ժամանակի մեջ տեղավորվեմ։ Հնարավորական ավելի լավ տարբերակներ կարող է լինեին, եթե այսպես քննարկման դնենք, միշտ այդպես է, չէ՞, որ մի հարցի շուրջ, որ քննարկում ենք նշանակում, լինում է, չէ՞, 10 հոգով կարող է լինենք, մի 20 տարբերակ լինի, ու այդ 20 տարբերակից ընտրես լավագույնը, ամենալավը, չգիտեմ, հենց օրինակ IT ոլորտում այդ բանով էլ ենթադրենք որ մի ծրագիր ունեն, այդ ծրագիրը կառավարելու համար ժամանակի առումով կամ այսինչ բան մարդիկ թիմ են հավաքում, այդ թիմով քննարկում են, հետո որոշում են, թե այդ մտքերից որն է ճիշտը, որը ավելի լավ կլինի, ընթացքում կարա նաև փոփոխվի դա, agile մոտեցումն է, դա էլ հետաքրքիր շատ ժամանակակից մոտեցում է, ինչևէ ուրիշ դետալների մեջ չգնամ, դա է ժողովուրդ ջան, ինձ թվում է բավականին երկար ու մանրամասն պատասխանեցի այս հարցին, այսքանը կհանդիպենք արդեն մեր հաջորդ վլոգում, լավ մնացեք, սիրում եմ ձեզ բոլորից, ձեր բոլոր հարցերով, չաո։